Մոտ 2 ամիս առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերում է Նոնոգ վարչական շրջանի Բաղյան փողոցի 2 դրոպինգ հասցեում իրականացված ապօրինի շինարարության եւ համայնքային հողազավթման դեպքին, որի առթիվ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը զրպարտության համար ինձ դատի է պատրաստում տալ, ու ճակերտավոր ասած, իրանք հաստատել են, որ նման դեպք կա ապօրինություն։ Հիմա ես խեմ այս կարգով ներկա ազատության լրատվական միջոցին նյութը կազմելու ժամանակ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը պատրաստում է ինձ զրպարտության համար դատի տալ։ Հիմա, հարգելի քաղաքացիներ, ուզում եմ հերթով հստակ փաստերով ներկայացնեմ, որ Տիգրան Ավինյանը, ինչպես նա է հայտարարել, որ փողի գողը գող է, հողի գողը գող չի, հրապարակային հայտարարում եմ Տիգրան Ավինյանի հայտարարության համաձայն եւ իր անգործությունների համաձայն Տիգրան Ավինյանը հողի գող է։ Հիմա հերթով, հարգելի հայրենակիցներ, Տիգրան Ավինյանի հայտարարությունը միացնեմ։ Ես նոր-նորքում ինքնական շինության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Երևանի քաղաքապետարանը 7 անգամ ծանուցել է շինարարին, մերժել է ինքնական շինության օրինականացման իրենց հայտը։ Տիգրան Ավինյանի հայտարարությունը հստակ վերաբերվում է Նոնոգ վարչական շրջանի իմ հրապարակած տեսանյութին, որում ինքը հայտնում է, որ 7 անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու, Երևանի քաղաքապետարանը 7 անգամ մերժել է։ Հիմա սույն ուրա, հավատան, կներեք, պիալ գրությունով, որ ասում եմ, բացի Տիգրան Ավինյանի խոսքերից, Տիգրան Ավինյանի խոսքերը ես նույն փաստաթղթով եմ հիմնավորում, որ Երևանի քաղաքապետարանը օրինականացումը մերժել է։ Ինչի՞ մերժել։ Ժամկետների մեջ, որ կադաստրի կոմիտե չեն ներկայացել, այսինքն օրինականացնելու համար։ Հիմա հարցը իրականում մերժելու մեջ չի, այլ Տիգրան Ավինյանի անգործության մասին է։ Շատերը կհիշեք, որ ամիսներ առաջ ինչ, ասենց ասած, հնչեղ ապամոնտաժման աշխատանքներ էին իրականացվում Երևան քաղաքում, Հյուսիսային պողոտայում, Սարյան փողոցում, որից հետո Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ երբ որ համայնքային հողի վրա կառուցված ապօրինի շինությունը դիմում է օրինականացման եւ քաղաքապետարանը մերժում է այդ օրինականացումը, մենք արդեն համապատասխանաբար նաև թողարկում ենք քանդման որոշումը, որովհետև իրականում դա է արդյունավետ ճանապարհը, որովհետեւ մենք այդպես փուլ-փուլ սկսենք մաքրվել ապօրինի շինություններից։ Վարացին ես կրկնեմ Տիգրան Ավինյանի խոսքերը։ Համայնքային հողատարածքի վրա ինքնական ապօրինի կառուցած շինությունները, որ դիմում են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու եւ Երևանի քաղաքապետարանը մերժում է, դրանից հաջորդ համապատասխան թողարկում է քանդման որոշում։ Տվյալ դեպքում 7 անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու, Երևանի քաղաքապետարանը 7 անգամ մերժել է օրինականացումը ու Երևանի քաղաքապետարանը քանդման որոշում չի թողարկել։ Ասեք ինչ շինության մասին է խոսքը։ Գյուղամթերքի շուկա է, հեսա ես փուլ առ փուլ, հեսա ամեն ինչ կներկայացնեմ։ Տիգրան Ավինյանի անգործությունը հենց դրանում է կայանում։ Հիմա շարունակեմ։ Ուրեմն, երբ տվյալ շինությունը, գյուղամթերքի շինությունը 2014 թվականին դեռ նոր է սկսել աշխատանքներ իրականացել, ես գրավոր դիմումով Երևանի քաղաքապետարան եմ դիմել, հարցել եմ եւ նկար եմ գցել։ Տվյալ շինարարական աշխատանքները, որ իրականացվում են, շինարարական թույլտվություն ունեն, թե ոչ։ Երևանի քաղաքապետարանից պաշտոնական գրությամբ ինձ հայտնել են, որ տվյալ աշխատանքները կատարելու համար կա շինարարական թույլտվություն։ 1 տարի անց մի տարի անցել արդեն շուկան կառուցվել է,
ու արդեն ես բացահայտել եմ, որ դա ապօրինի է եղել, Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ շինարարական աշխատանքները իրականացվել են առանց շինթույլտվություն։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ սուտ տեղեկատվություն է տրամադրել, որպեսզի իրավական խոչընդոտներից խուսափեն, այսինքն որ ես հաղորդում չներկայացնեմ, շին աշխատանքները չդադարեցվեն։ Հենց շինթույլտվությունն է գրված, այսինքն թե այն ինչ որ կատարում են այդ աշխատանքները, այսինքն հասկանալ։ Այդ որտե է իմաստը։ Շինթույլտվությունը տալիս են, որ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Նաև այդ ամեն հողային աշխատանքներ, չգիտեմ, ինչ որ այլ բաներ։ կառուցման շինարարական թույլտվություն, կառուցման համար, նույնիսկ գրավոր պատասխան ունեմ Երևանի քաղաքապետարանից տրամադրած պաշտոնական տեղեկատվությունը, որը արձանագրվում է, որ կարդամ, բառացի կարդամ, Բաղյան փողոց 2 դրոպինգ հասցեում համայնքային հողամասի վրա կառուցված ինքնական շինության վերաբերյալ հայտնում ենք, որ վերնշված հասցեով քաղաքացի Նորիկ Հովհաննիսյանի լիազորված անձ Կարեն Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է դիմում սեփականության իրավունքով պատկանող եւ կից համայնքապետ պատկան հողամասներում գտնվող ինքնական իրականացված շինությունների օրինականացման համար, այսինքն այն ինչ որ ես ասում եմ, որ ապօրինի շինթույլտվություն չկա, համայնքային հող են զավթում եւ Տիգրան Ավինյանը պատրաստում էր ինձ դրա համար զրպարտության համար դատի տալ, այդ ամեն ինչը փաստաթղթով պաշտոնական գրությամբ հաստատվում է։